Լիզինգ ֆինանսական գործիքն ավելի հասանելի եւ կիրառելի բիզնեսի համար։ Ահա այս կարգախոսով էլ արդեն երրորդ անգամ Հայաստանում անցկացվում է տեխնիկայի եւ սարքավորումների ոլորտի միակ եւ մասշտաբային ցուցահանդեսը Leasing Expo 2025-ը։ Այդ օրերին բոլորի ուշադրությունը, բոլոր գործարարների, տնտեսվարողների, մարդկանց, որոնք զբաղվում են գործարարությամբ կամ նոր պիտի սկսեն եւ հենց այո չունեն գրավի առարկա եւ այս ամեն ինչի կարիք ունեն, միանգամից լավ պայմաններ են առաջարկում։ Ստեղծվում է մի հարթակ, որտեղ հանդիպում են իրար հետ եւ գնորդը, եւ ֆինանսական կառույցը, եւ սարք-սարքավորումներ առաջարկող կազմակերպությունները։ Ցուցահանդեսին ներկայացված են լինելու 70-ից ավելի ընկերություններ մի շարք ոլորտներից։ Leasing Expo-ի հարթակում հանդիպում են լիզինգային գործընթացի բոլոր կարևոր կողմերը։ Մեզ համար նաև կարևոր է, որ մենք կարող ենք ֆորմատը պահել ու այս տարի հատկապես հատուկ առաջարկները լիզինգային շատ աղմկահարույց են լինելու, որովհետև օրինակ այն քեշբեքերը եւ այն զեղչերը, որ կան ցուցահանդեսի շրջանակում, այլ օրերի իսկապես չեն գործելու։ Ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու են նաև հատուկ սեմինար հանդիպումներ, քննարկումներ ոլորտի փորձագետների հետ, շուկայի խնդիրները կամ միտումները վերհանելու եւ կանխատեսելու համար։ Միջոցառումներից մեկը շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ կանաչ տնտեսությանը ուղղված միջոցառումն է եւ մյուսը սկսիր քո սեփական բիզնեսը լիզինգով միջոցառումն է։ Այս երկու միջոցառումներն էլ կրթական են եւ ուղղված են տնտեսվարողներին եւ գործարարներին, ինչպես փորձառու, այնպես էլ նոր շուկա մտնող, որպեսզի լիզինգային գործընթացի մեջ մտնելուց առաջ ավելի իրազեկ, ավելի գրագետ ու կիրթ շահառու կազմակերպի գործընթացը։ Նաեւ տեղում ներկայացված են լինելու գրեթե բոլոր սարքավորումները, խոշոր տեխնիկաները։ Մեզ համար նույնպես շատ կարևոր փաստ է, որ ցուցահանդեսը չլինի ուղղակի տեսական ինֆորմացիայի փոխանցման վայր, այլ նաև պրակտիկորեն մեր այցելուները կարողանան ամեն բան փորձարկել։ Ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել ցուցահանդեսի մեր գործընկերներին, գլխավոր հովանավորներին, Ecovil ընկերությանը եւ Premium Machinery ընկերությանը, հովանավորներ Armenian Leasing Company եւ Unimine ընկերություններին ու այս տարի ցուցահանդեսի հիմնական գործընկեր Agba Leasing-ին։ Մասնակիցները ներկայացնելու են իրենց հատուկ լիզինգային առաջարկները, ոլորտի նորարարություններն ու ներուժը։ Ամենաշատ ուրախացնող փաստը այն է, որ այս տարի կտրուկ աճ ունենք հայ արտադրողների, որպես մասնակից, ովքեր որ արտադրում են այդ սարքավորումները, իրենց աճը շատ կտրուկ երևում է, կարող եք մոտենալ, գալ նայել ցուցահանդեսին, կտեսնեք։ Նոր քիչ առաջ խոսում էինք, որ նաև շատ լավ ու մեծ սարքավորումներ են եւ որոնք արդեն մրցունակ են միջազգային շուկայում առհասարակ եւ երկրորդ ինձ համար շատ լավ նորությունը դա այն է, որ այս տարի էկոնոմիկայի նախարարությունը եւս հանդես է գալու տաղավարով եւ բոլոր գործարարները, ովքեր հետաքրքրված են սուբսիդավորումներով, իրենք կարող են գալ տեղում ստանալ իրենց հարցերի պատասխանները։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջայանը նշեց, տարիներ առաջ լիզինգը ընդհանուր առմամբ չէր տարբերվում բանկից եւ պահանջում էր գրավի առարկա, սակայն լիզինգը ինքնին գրավի առարկա է։ Այստեղ այդ հնարավորությունն է ընձեռվում, որ եւ ֆերմերային տնտեսությունները եւ նաեւ այլ ոլորտներում գործող տնտեսվարողները կարողանան առանց գրավի առարկա ներգրավելու օգտվեն, թարմվերազինեն իրենց արտադրական կարողությունները, ձեռք բերեն գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, վերամշակող սարքավորումներ եւ դա հետագայում կառավարությունը նաեւ ընդլայնեց եւ տարածեց բոլոր ճյուղերի, տնտեսության ճյուղերի վրա։ Էքսպոն մեկնարկից ի վեր մեծապես նպաստել է լիզինգի կարևոր գործիքակազմի իրազեկման բարձրացմանը գործընթացի բոլոր կողմերի շրջանում։ Մեծ աշխատանք է տարվել լիզինգատուների ասոցիացիայի կողմից, որպեսզի մենք կարողանանք ֆինանսական կառույցներին նույնպես զինենք այն գործիքներով եւ գիտելիքներով, որոնք հնարավորություն կտան իրենց այդ ապրանքները մշակելու եւ հնարավորինս արագ եւ հնարավորինս արդյունավետ ներդնելու գործընթացը։ Իհարկե, իր արդյունավետությունը թվերով արդեն տեսնում եք 1 միլիարդից ավել ներդրումներ կան մենակ ծրագրերի ուղղությամբ եւ դա շատ ուրախալի է, որովհետեւ մենք ոլորտներ չկան, որտեղ արդեն լիզինգը չի մտել։ Մենք հյուրեր ենք ունենալու նաեւ մեր լիզինգատուների ասոցիացիայի հրավերով նաեւ մեր գործընկեր կառույցներից Ռուսաստանից, Վրաստանից եւ մենք հատուկ հյուր ենք սպասում նաեւ Ուզբեկիստանից։ Այս տարի ցուցահանդեսը կանցկացվի ապրիլի 18-ին, 19-ին եւ 20-ին Meridian Expo կենտրոնում։ Մուտն անվճար է, սակայն պարտադիր գրանցումով։ Գայանե Գաբոյան, Հայկ Բարսեղյան, Armenpress։